Եղավ Միքայել ջան, շատ շնորհակալ եմ եւ իհարկե մեր զրույցը կարող է ժամերով տևի, բայց ցավոք սրտի ժամանակային սահմանափակ ունենք։ Վերջին հարցն եմ ուզում տամ, ավելի այսպես անձնական հարց ձեզանից։ Ինչի պատմություն, ինչի ընտրեցիք պատմությունը որպես մասնագիտություն եւ ինչու Ուրարտուն գրավեց ձեզ։ Փորձեմ կարճ պատասխանել։ Տեսեք, հնագիտության ամենամոտ գիտությունը ըստ բազմաթիվ գիտնականների դա պատմությունը չի, դա կրիմինալիստիկան է։ Իմ պապիկը, ում ես ցավոք չեմ տեսել, ամբողջ կյանքը նվիրել է ոստիկանությանը, եղել է կենտրոնի ոստիկանության պետը եւ այլն, եւ նաեւ նրա կերպարը իմ համար շատ մեծ, այսպես ասեմ, շատ կարևոր դեր ունի։ Ես շատ հաճախ նաեւ Աստծուց հետո որ ոնց որ ես ուզում եմ հաշվետվություն տալ իմ արարքների համար, նաև իմ պապիկի կերպարին եմ տալիս, պատկերացրեք, որ նա լինելով նույն կենտրոնի ոստիկանության պետը խորհրդային ժամանակ, երբ որ նա մահանում է, գալիս են տուն Խանջան փողոցի վրա եւ նայում են, հա, ասենց աղքատության մեջ, ասում են ոնց կենտրոնի պետը, այսպես, այսինքն նա շատ արդար կերպով աշխատել եւ իր պարկն է կատարել եւ կարծում եմ, որ այդ գենով այդ կրիմինալիստիկան ազդել է եւ ես փոքր ժամանակվանից շատ է սիրում պատմությունը ու առաջի դասարանում, չգիտեմ դուք կհիշեք թե չէ, կային մանկապատանեկան տեն ժուրնալներ, որի նախավերջի էջում մի հատ պատմական հերոս էր, կար Հայկ Նահապետը, կար Արտաշեսը եւ գիտեք դե գումարի խնդիր կար, մենք չենք կարող առնենք, օրինակ մեր հարևան Արտուրը ուներ Հայկ Նահապետի պատկերով եւ Արտաշեսինը եւ ես սիրում եմ նայել այդ Արտաշեսի նկարին, որը ինձ շատ, ասեմ, այդ պատկերը, տեսեք, այսօր նույն ձև եթե մենք սկսենք նման ֆորմատի բաներ անել, ինչքան կարող են երեխեքին ոգևորել, որովհետեւ այդ դեմքը ինձ շատ ոգևորել է։ Եվ դրանից հետո ես սկսեցի շատ սիրել պատմությունը, կարդալ գեղարվեստական գրքեր, ես նկարում էի Արտաշեսին ու հետո տենց տարվել մեր ուրեմն մատենագիրներին էի կարդում, երբ որ ընդունվեցի մանկավարժականի պատմության ֆակուլտետ, արդեն տարբեր ուրեմն բաներ ունեի, մոտեցումներ ունեի, բայց ոնց որ ամեն ինչ ինձ բերեց դեպի Ուրարտու։ Բերեց դեպի ինձ Ուրարտու, ես հիշում եմ, որ ես գնում էի, խնդրում էի Աշոտ Փիլիպոսյանին, ով հետո դարձավ իմ գիտական ղեկավարը, թույլ տալ մասնակցել Էրեբունու պեղումներին եւ նաեւ գնում էի մենակով սեպագիր էի սովորում Էրեբունիում եւ այլն, ոնց որ Էրեբունին իմ տունը դարձավ եւ ես դարձա Ուրարտագետ, իհարկե հնագետ Ուրարտագետ, բայց դեռ իհարկե ես կարծում եմ, որ ես ինքս շատ բան ունեմ սովորելու, ասեմ Ուրարտուն շատ վախենալու նաեւ երևույթներ ունի, որովհետեւ երբ որ դու Ուրարտու ես մտնում, ինքը նաեւ sense որոշակի էգոիզմ է քո մեջ բերում եւ դու պետք է այնքան ուժեղ լինես, որ զերծ մնաս այդ էգոիզմից։ Ու այսքանը։ Շատ լավ, շնորհակալություն Միքայել ջան, եւ ես կոչ կանեի մեր լսողներին կամ դիտողներին ուշադրություն դարձնել այս թեմային, այն ուսանողները, որոնք հիմա պատրաստում են պատմության ֆակուլտետ ընդունվել կամ արդեն պատմության ֆակուլտետներում են, ասեն, որ այստեղ գանձ ունենք մենք, մեր ձեռքերի տակ, մենք ունենք նյութ չմշակված եւ սպասող ձեզ, եւ դրա համար ես կոչ կանեի, որ ինչքան հնարավոր է ավելի շատ մեր երիտասարդներ գնան դեպի այս պատմության այս հատվածը, որովհետեւ ինչպես ճիշտ նշել Միքայելը, սա նաեւ Հայաստանի բրենդն է, սա մի բան է, որին մենք ներկայացնում ենք աշխարհին։ Շնորհակալություն Միքայել ջան, ես կարծում եմ նորից կհանդիպենք եւ կխոսենք այլ թեմաներով։